նախարարության առջև բողոքի ակցիա է, երևի տեղյակ եք, արտադրության նախարարության մոտ բողոքի ակցիան իրականացում գերակաշառ ճանաչված 33-րդ թաղամասի նախնիվերսի բնակիչները պնդում են, որ վերջին հանդիպումը նախորդ նախարարի հետ է եղել եւ ներկա նախարարի հետ առողջ են ունեցել զրույցների եւ մտահոգող խնդիրների մասին, այս առողջությամբ դուք ասելիք ունեք եւ մարդկանց որ ձեզ այնտեղ ակնկալում տեսնել եւ հիմա իմ հարցը քանի որ մեզ աղմուկ էսպես բարձրացրեց հնարավորական դաշտում 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիների Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցումը Սիրիայի Արաբական Հանրապետություն այս առողջությամբ խնդրում եմ անդրադառնալ ինչ իրավական հիմքով եւ կամ բազմակողմ ինչ պայմանագրերի հիման վրա է այս փոխանցումը եղել է ձեզ խնդրանք եւ եթե եղել է կոնկրետ ձեզ ով է ջրմել որպես արտադրության նախարարի այդ խնդրանքով, այսինքն փոխանակումը իրականացնել, իրագործել եւ եթե Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Հանրապետության միջեւ կան դիվանագիտական հարաբերություններ, ապա ինչու է այս հանձնումը տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության միջոցով, եթե ունենանք Թուրքիայի հետ որևէ դիվանագիտական հարաբերություն ու տեղյակ եք արդյոք այս անձին, երկու անձին դիմադրում են իրենց պատիժը, շարունակում են գրեթե հայտնվել են ազատության մեջ, որովհետև ոնց հասկացա պայմանը եղել է շարունակել ազատության ապահովության շարունակության պայմանները։ Ու եթե կան այդ պայմանները, որոնց հիման վրա եղել է, կարող եք մանրայնացնել դրանց պատճառը։ Մի ճշգրտում էլ ունեմ սահմանադրության հետ կապված, այստեղ եղավ արդեն տեքստի հետ կապված, խորհրդի հետ կապված ու նշեցիք, որ գործունեությունը շարունակում է, արդեն որոշման մեջ նշվում է այս խորհրդի, ես նայեցի, որ խորհուրդը պետք է իրականացնի վերաբախված խնդիրների շրջանակում սահմանադրական բարեփոխումների գործընթացին հանրության մասնակցության ապահովումը։ Մինչ օրս հանրային մասնակցության օրինակ ինչ ցուցարումներ են եղել, եթե եղել են, ու այնտեղ հանձնաժողովի մասին է կար խոսք, արդյոք այդ հանձնաժողովը գործում է, որովհետև արդեն խորհրդի նախագահի իրավասության մեջ մտնում է փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի դատարանություն։ Եթե գործել է, ինչ օրինակ ձևով է գործել, ինչքան մարդ են գրկած եղել հանձնաժողովում եւ օրինակ ինչ բացատրության չափ է եղել։ Եվ եթե հիմա չի գործում այս մասին տեղեկացնեք, շնորհակալություն։ Հանձնաժողովը Շատ լավ, ես սկսեմ Ֆիրդուսի հարցից։ Իմ պաշտոնավարման ընթացքում հանդիպման որևէ հայտ չի եղել քաղաքացիների հետ, այլակերպ ես հանդիպած կլինեի նրանց հետ, իսկ եթե նման ցանկություն հիմա կա, միանշանակ պատրաստ եմ հանդիպել, բայց քանի որ իմ խոսքում խոսեցի նաև գերակաշարի ճանաչման սեփականության իրավունքի սահմանափակման նոր կառուցակարգերի մասին, ուզում եմ նշել, որ այն բոլոր լավարկումները, որոնք միտված են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ունեն հետադարձություն։ Այսինքն սահմանվել է, որ անցումային փուլում այն բոլոր շուկայական արժեքները, որոնք գնահատվել եւ տրվել են քաղաքացիներին, կարող են վերանայվել նոր սկզբունքներով եւ նրանց դեպքում եւս կարող է գործել ոչ թե շուկայական արժեք գումարած 15%, այլ շուկայական արժեք գումարած 30% ձևաչափը։ Կրկնում եմ, որ նոր օրենսդրական փաթեթների կարգավորումները կարող են տարածվել նաեւ հետադարձ կերպով այն քաղաքացիների վրա, որոնք ժամանակին եղել են այդ հարաբերությունների կողմ։ Եվ այս պահին էլ վերահաստատում եմ իմ ցանկությունը իրենց հետ հանդիպելու եւ երբ որ հնարավորություն ունենամ օբյեկտիվ անպայման կհանդիպեմ։ Ձեր հաջորդ հարցը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանձնված դատապարտյալներին։ Ես ուզում եմ նշել, որ այդ անձին փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել եւ հարցը կարգավորվել է քրեական բարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի կարող է process-ը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Եվ դա
արվել է գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք, եւ արվել է նաեւ Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունը ավելի արդի դարձնելու նպատակով։ Այսինքն մենք արգելված է Թուրքիայի միջոցով իրականացնելու։ Ավելի տեսեք, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում եւս ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Եվ այսքանը ես այսքանը կպատասխանեմ հարցի հետ կապված։ Ինչ։ Ես ասում եմ, որ մեր պետությունում գոյություն ունի դատապարտարների փոխանցման հնարավորություն եւ համապատասխան ինստիտուտ, գոյություն ունեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ եւ կարող եմ միաժամանակ վստահեցնել, որ process-ը միայն իրավական է եղել եւ հայացողությունը գնահատելու դաշտում, թե արդյոք արժի փոխանցել դատապարտարներին, որպեսզի իրենք պատիժը կրեն այլ պետությունում, թե ոչ թողնված է եղել մեզ, իհարկե օրենքի շրջանակներում, եւ մենք որոշում ենք կայացրել այդ փոխանցումը իրականացնել։ Հիմա թե ինչ պետության միջոցով է, ինչպես է իրականացվել եւ այլն, դա այլ հարց է, խիստ կարեւոր է, որ գործընթացը ունի իրավական հիմք եւ պրոցեսուալ առումով իրավական է եւ խնդրում եմ երկխոսության չվերածել հարցու պատասխանը, այսքանը։ Կա համապատասխան օրենք, ես նշեցի օրենքի անունը, որը մեզ հնարավորություն է տալիս փոխադարձության սկզբունքը հաշվի առնելով իրականացնել դատապարտարների փոխանցում, այսքանը։ Շնորհակալություն Արմատ մեդիա Ամալի Առաքելյան։ Չէ, ես մի հարցի չպատասխանեցի Սահմանադրության Սահմանադրական խորհրդի հետ կապված, Սահմանադրական խորհուրդը գործում է ակտիվ կերպով, նիստերը հրավիրվում են այլևս ամեն շաբաթական կտրվածքով, հանրության հետ կոմունիկացիայի տեսանկյունից նիստերը ազատ են, լրագրողները կարող են համենալ եւ մասնակցել այդ նիստերին եւ լուսաբանել այդ նիստերը, կարող են, համեցեք, ազատության լրագրողներից եղել է, որ եկել է։ Գործընկերներ, նիստը փակ չէ, ուղղակի ընթացակարգ գոյություն ունի, խորհուրդը պետք է քվեարկի, խորհուրդը պետք է համաձայնություն։ Նիստը նախագահողը հարցը դնում է, խորհուրդը քվեարկում է, բայց երբ եղել է նման հարց, վերջերս մի անգամ է եղել, եթե չեմ սխալվում, չանցած ուրբաթ չէ, նախանցած դեպքը երբ եկան ու նկարեցին, խորհուրդը որոշել ենք, որ այո, կարող են լրագրողները գալ եւ հիմա պատասխանատու կերպով հայտարարում եմ, երբ ուզեք եկեք եւ բացի դա մենք նախորդ նիստի ընթացքում նաեւ հանրային իրազեկման պլանն ենք որոշակիացրել եւ ընդունել խորհրդի կողմից, ինչը ենթադրում է այլևս հանրության հետ կոմունիկացիայի կազմակերպում։ Մենք պետք է մեր պլանով նախատեսված գործողությունները, որոնք միտված են լուսաբանելու այդ process-ը, իրականացնենք ու հնարավոր ամենահանրային կերպով process-ը իրականանա, որպեսզի ներառականությունը ապահովի եւ ի վերջո կրկնում եմ, որպեսզի հանրությունը իմանա, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ երբեմն փորձ է արվում այս process-ը ինչ որ կուլիսային process-ի համատեքստում ներկայացնել ոչ process-ի բովանդակությունը, ոչ էլ արդյունքի բովանդակությունը, կուլիսային չեն կարող լինել, որովհետեւ այնինչ կգրվի, հրապարակվելու է, քննարկվելու է, հազար անգամ է քննարկվելու